Կառավարման 100 օրը շատ կարճ ժամանակ է Սերժ Սարգսյանի գործունեությանը գնահատական տալու համար։ Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հասցրել է նկատել, Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը շատ դանդաղ են շարժվում։ Սերժ Սարգսյանն եւ նրա թիմը պարզապես չի հասցնում խորը բարեփոխումներ կատարել բոլոր ոլորտներում։ Խնդիրը քաղաքական համակարգի բացակայությունն է։ Հայաստանում քաղաքական որոշումներ իրականացվում են շատ պրիմիտիվ ձևով։ Ամեն ինչ փոխվում է շատ մակերեսային։ Քաղաքագետը արձանագրել է, Սերժ Սարգսյանը չի կենտրոնանում կառավարության վրա։ Թեև խորհրդարանը սկսել է ավելի արդյունավետ գործել, սակայն չի կարող հակակշիռ լինել կառավարությանը, քանի որ այն պահում է իր գերիշխող դիրքը։ Ինչ վերաբերում է իշխանության երրորդ թևին դատական համակարգին, այն անկախ չի։ Արդյունքում երկրում նման վիճակ է տիրում։ Վերջին սկանդալները կապված Սյունիքի մարզի Գյումրի եթերցությունների եւ Արմավեսի նկատմամբ հետ հասարակության սպասելիքները ստատուս քվոից լուրջ նախազգուշացում է կառավարության համար։ Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման 100 օրերին նշեց, որ նրա երկրորդ նախագահության հենց սկզբում պարզ դարձավ, որ իշխանությունն իր ներսում շատ լուրջ խնդիրներ ունի։ Կարծես թե բացակայում է կառավարման քաղաքական բաղադրիչը եւ իշխող կուսակցության կողմից քաղաքական կառավարում չի իրականացվում։ Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ միայն օֆշորային սկանդալը բավական է, որ իշխող կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկի գործող կառավարությունը լուծարելու հարցը։ Վարչապետի կառավարությանը միասին իմ կարծիքով պետք է հրաժարական տա, որտեղ այս վիճակում այս կառավարությունը չի կարող աշխատել։ Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հետևելով Սերժ Սարգսյանի 100 օրերի գործունեությանը միայն հետընթաց է նկատել։ Նա կարծում է, որ միայն կառավարության լուծարումով Սերժ Սարգսյանը ոչինչ չի կարող փոխել։ Ազգային ժողովը, ասենք, եթե նույնն է մնալու, կառավարությունը փոխվելու է, ինչ է փոխվելու երկրի կյանքում, ոչ մի բան։ Նարինե Սարգսյան, Սևակ Մեսրոպյան, IPV